Բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել է փակել Արցախի հայության վերադարձի թեման, այն համադրելով այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգի հետ։ Ինչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից եւ կարող է արդյոք Բեռլի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը դառնալ քաղաքական սահկարկության առարկա։ Այս հարցերի մասին զրուցելու ենք Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես ինչպես է գնահատում վարչապետի հայտարարությունները քաղաքական եւ իրավական տեսանկյունից։ Շնորհակալություն հարցի համար։ Եկեք նախապատմությունից սկսենք։ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այնուհետև հաջորդեց 2022 թվականին փետրվարի ներողություն հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, փաստացի Հայաստանի Հանրապետությունը դադարեց Արցախի երաշխավորը լինելուց, որին հաջորդեց, գիտեք, բլոկադան, այնուհետև արցախցիների բռնի տեղահանումը, եւ այսօր վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Գերմանիայից Նիկոլ Փաշինյանը նման համեմատություններ է անում, առաջարկում է Ադրբեջանին ստեղծել ճանապարհային քարտեզ, որտեղ արցախցիների վերադարձը հավասարության նշան դնելով արևմտյան Ադրբեջան թեզի հետ, ինչը անթույլատրելի է, 3000-ամյա պատմություն ունեցող Արցախը չի կարելի համեմատության մեջ դնել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզի հետ, ինչը հորինված է, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, լրջագույն մտահոգություններ է առաջ բերել արցախցիների շրջանում, բոլորս գիտակցում ենք, որ փակելով արցախցիների հավաքական վերադարձի հարցը, արցախցիները հետագայում չեն կարող խոսել իրենց իրավունքներից։ Տեսեք, ինչպես է գնահատում արևմտյան Ադրբեջանի օրակարգը իրավական ինչ հիմքեր ունի այդ թեզը, այդ նարատիվը, որ Ադրբեջանում տարածված է, եւ արդյոք դա ասացիք, որ դա համադրելի չէ, բայց արցախցիների վերադարձի եւ արևմտյան Ադրբեջանի թեզը երկուսը հավասարության նշան դնելով ինչ վտանգներ կարող է առաջացնել հետագայում։ Առաջինը ես նշեցի, որ հավաքական վերադարձի հարցը փակվելու է։ Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք, որ բռնի տեղահանում է տեղի ունեցել, էթնիկ զտում է տեղի ունեցել Արցախում եւ այսօր չխոսել հավաքական վերադարձի մասին, դա լրջագույն միջազգային մարդու իրավունքներով խախտում է եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հանրապետության շահերից է բխում խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, ասեմ ինչի համար եմ այս ամենը նշում, վերջին օրերին, երբ որ շրջանառության մեջ դրվեց օգոստոսի 8-ին, եթե չեմ սխալվում, Զանգեզուրի Միջանցքի հարցը, ինչը ես ուզում եմ զուգահեռներ տանել իրար հետ, որտեղ ասվեց, որ դա լինելու է Թրամփի ուղի եւ դա որևէ կերպ կապ չունի Զանգեզուրի Միջանցքի հետ, վերջին օրերին Իրանից լսում ենք բարձր պաշտոնյաների մակարդակով, որ դա նույն Զանգեզուրի Միջանցքի տրամաբանության մեջ է գործելու, ինչը եւս մեկ անգամ քողարկված ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել Զանգեզուրի Միջանցքից։ Ես կարծում եմ, որ անվտանգային հարց է սա Հայաստանի Հանրապետության համար եւ առաջարկում եմ հավաքական վերադարձի հարցը ունենալ միջազգային օրակարգում։ Հավաքական վերադարձի հարցից բացի Ալիևին պատասխանատվության կանչելու որևէ իրավական հիմք չեք առաջադրում։ Իհարկե, պետք է, բայց այդ քայլերը պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը։ Մենք լիազորություններ չունենք միջազգային օրակարգում առաջ քաշելու, քանի որ տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետությունը տվել է արցախցիներին փախստականի կարգավիճակ։ Այս առումով մենք երբ որ հանդիպումներ ունեցանք արտերկրից ժամանացյուրերի հետ, պատգամավորների հետ, նրանք ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջ քաշի արցախցիների հավաքական վերադարձի հարցը, բայց այսօր Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է, ուղղակի մեզ հետաքրքրում է, սա արդյոք Նիկոլ Փաշինյանի կարծիքն է, թե համայն հայության, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք անցկացնել հանրաքվե, որից հետո պարզ կդառնա համայն հայությունը։ Հանրաքվե ինչ թեմայով անցկացնել։
Արցախցիների վերադարձի թեմայով եւ ոչ միայն պատասխանատվության կանչելու Ադրբեջանին եւ կարելի է մտածել մի այնպիսի օղակ, չգիտեմ։ Ես առաջինը կարծում եմ, որ ճիշտ կլինի հանրաքվե անցկացնել եւ հայ ժողովուրդը կորոշի հրաժարվում է 1988 թվականի զարթոնքի ժամանակ ազգային զարթոնքի միավորման գաղափարից։ Որքանով է Հայաստանը որպես պետություն իրավասու հանդես գալ Արցախի հայության ճակատագրի հարցով հայտարարությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի ինքը իրավունք չունի եւ ինքն է ասել, որ ես իրավունք չունեմ արցախցիների անունից հանդես գալու, բայց փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանը արցախցիների անունից համարում է այդ հարցը փակված։ Դուք ինչ կարող եք անել եւ ինչ եք պատրաստվում անել արցախցիների հավաքական վերադարձի հարցը թեժ պահելու եւ Բաքվին բռնապետին Ալիևին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այնինչ բացի հանրաքվեն, որ մտածում եք, որ պետք է անցկացնեք։ Հասարակական կազմակերպությունները փորձում են այս հարցը միջազգայնացիաներում ներկայացնել։ Մի շարք հասարակական կազմակերպություններ գիտեն, որ ովքեր մտահոգված են այդ թեմայով, քանի որ մենք հնարավորություն Արցախի իշխանությունները հնարավորություն չունեն ՄԱԿ-ում կամ որևէ այլտեղ զեկույցներ կազմակերպելու, մենք փորձել ենք այլ խողովակներով արցախցիների հավաքական վերադարձի հարցը բարձրացնել եւ իհարկե պատասխանատվության կանչել Իլհամ Ալիևին։ Արևմտյան Ադրբեջանի թեզը հորինված թեզ է, ես իմ խոսքում նշեցի, մենք տեսնում ենք նրանց պաշտոնական հեռուստաընկերություններով պետական ներողություն տարածվում է քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետության տեղանունները նկարագրված է ադրբեջանական անվանումներով եւ Ադրբեջանը ես վստահ եմ չի Բաքուն նկատի ունի այն մարդկանց, ովքեր բնակվել են տարիներ առաջ Հայաստանի տարածքում եւ այդ տարածքները, որտեղ որ իր քաղաքացիները բնակվել են, նա անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Հիմա սա եւ արցախցիների թեման կարելի է համադրել։ Բնականաբար ոչ, իսկ ինչու Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում, որ 90-ական թվականներին Սումգայիթի ջարդերի հետևանքով 100,000-ավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները եւ այսօր հավասարության մեջ դնել ուղղակի անթույլատրելի է, որովհետեւ եթե հավասարության նշան է դրվում, պետք է նախ տարանջատել Արցախի բռնի տեղահանումը 90-ականների տեղի ունեցած է, բոլորս էլ գիտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ ու շատ ադրբեջանցիներ տեղափոխվել են Ադրբեջան եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի խոսում, որ Սումգայիթի ջարդերից հետո 100 ջարդերը, այո, 100,000-ավոր մեր հայրենակիցներ ստիպված են եղել բռնագաղթել, այո, այսօր հավասարության նշան դնել արցախցիների եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզի մեջ առնվազն անթույլատրելի է։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին շատ ակտիվ տարածում է, որ ովքեր դեմ են Ղարաբաղյան հակամարտության հարցի փակմանը, ապա նրանք դեմ են խաղաղության օրակարգին։ Սա վտանգավոր թեզ է, հատկապես Արցախի իշխանությունները հայտարարել են իրենց դիրքորոշումը, որ մենք պայքարելու ենք մեր իրավունքների, արցախցիների իրավունքների համար, կփորձեմ մեկ համեմատության մեջ ներկայացնել, մենք պատկերացնում ենք, չէ, եթե սահմանին լարվածություն լինի, ապա սլաքները ուղղվելու են հենց Արցախի ներկայացուցիչների վրա, որ դուք անընդհատ խոսում եք հավաքական վերադարձից, այդ իսկ պատճառով նման խնդիրներ են առաջանում։ Սա մտահոգիչ է։ Խոսենք հետևանքների մասին։ Այս հայտարարությունը, վարչապետի հայտարարությունը, ինչ հետևանքներ կարող է ունենալ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պայքարի եւ միջազգային դատական գործընթացների վրա։ Պետք է նշել, որ փորձում են հավաքական վերադարձի հարցը փակել եւ ես կարծում եմ, որ միջազգային մարդու իրավունքի տեսանկյունից տեղի ունենում ոտնահարում, այնտեղ արցախցիների վերադարձը դա կարծում եմ պետք է լինի ՄԱԿ-ի ասամբլեայի զեկույցներում, այսինքն նկատի ունեմ, որ պետք է անընդհատ այս հարցը բարձրացվի եւ ես կարծում եմ, որ միջազգային երաշխիքների, միջազգային խաղապահների միայն
հովանու ներքո կարող է լինել հավաքական վերադարձ։ Այսինքն արցախցիները պատրաստ չեն Ադրբեջանի կազմում բնականաբար շարունակել իրենց կյանքը։ Խոսենք այս պահին արցախցիների սոցիալական կարգավիճակի մասին։ Ինչ խնդիրներ կան։ Բնակչությունը ինչ խնդիր ունի։ Մի մասը տեղյակ ենք, որ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, շատերը չեն շտապում ունենալ, ինչու։ Խնդիրները բազմաթիվ են, ես առիթ ունեցել եմ այդ առումով ասելու, քաղաքացիություն ստանալու process-ը ինքնին բավականին ժամանակատար process է, մեր շատ ու շատ հայրենակիցներ չեն կարողացել ուրեմն իրենց հետ վերցնել իրենց փաստաթղթերը, իսկ դա ժամանակատար եւ ծախսատար ասեցի process է։ Իսկ հիմնական խնդիրները բնակապահովման ծրագրի հետ են կապված, 1-ից 3 հոգանոց ընտանիքները չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, քանի որ գումարները չեն բավարարում եւ հիպոթեկ ձևակերպելու համար շատ բանկեր մերժում են հաշվի առնելով նրանց եկամուտի չափը։ Հիմնականը սա է, ունենք մոտ 1500 ընտանիքներ, ովքեր իրացրել են ձեռք են բերել բնակարաններ, միևնույն ժամանակ մեզ մտահոգում է հունվարից տեղյակ չենք աջակցության ծրագիրը ինքը գործելու է թե չէ 30,000 դրամների մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերվում է այն նախաձեռնությանը, որ փորձում եմ կյանքի կոչել, Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամն է, որոշակի դինամիկա կա, արձագանքեր եղել են դրսից արտասահմանից դեռ ոչ, բայց մեր հայրենակիցներից եղել են նվիրատուներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եւ առաջիկա օրերին մենք այդ գումարները աջակցության ձևով նվիրաբերելու ենք։ Իսկ պետության տրամադրած սերտիֆիկատները բնակարան ձեռք բերելու համար բավարար չեն բնակարան ձեռք բերելու։ Փոքր ընտանիքների մասով հարցի լուծում չի, քանի որ 2-3 հոգանոց ընտանիքները չեմ խոսում մեկ անդամից բաղկացած ընտանիքների մասին, հնարավորություն չի ստեղծում բնակարաններ ձեռք բերել հաշվի առնելով շուկայական գները, բայց դինամիկա կա, ինչպես նշեցի, մոտ 1500 հոգի արդեն ձեռք են բերել բնակարաններ մարզերում։ Այո, հիմնականում Կոտայքի մարզում է, որտեղ որ 3 միլիոնանոց գոտուց դարձել է արդեն 4 միլիոն, Բյուրեղավանում, Չարենցավանում, Հրազդանում, Էջմիածնում եւս 4 է։ Բախվում ենք նմանատիպ խնդիրների, բայց հույս ունենք, որ առաջիկայում առաջարկ Հայաստանին եւ այլ քաղաքական ուժեր իրենց առաջարկությունները կներկայացնեն, մտնում ենք նախընտրական փուլ, ես վստահ եմ, որ արցախցիները եւս իրենց ձայնն են խղճի մտոք։ Այո, քվեարկելու դինամիկա կա, մոտ 20,000 արցախցիներ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Դարձյալ վերադառնանք բռնի տեղահանված մեր քաղաքացիներին, այս զարգացումների ֆոնին ինչ ուղերձ ունեք միջազգային հանրությանը եւ ձեր քաղաքացիներին։ Արցախի իշխանությունների մասով կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, վերջին օրերին տեսնում եք ճնշումներ են տեղի ունենում, Արցախի ներկայացուցչության շենքներ խուզարկվում, սրանք մեսիջներ են, որոնք ուղղված են, որ փորձում են լռեցնել, բայց իհարկե արցախցիները գիտեն, մենք նրանց կողքին ենք եւ փորձելու ենք միջազգային հարթակներում այդ առումով աշխատանքներ տարվում են Վարդան Օսկանյանի գլխավորությամբ կա հանձնախումբ, որտեղ փորձում են արցախցիների հարցը, իրավունքների հարցը կոորդինացնել։ Այո։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, խոսում էինք Արևմտյան Ադրբեջանի օրակարգի հետ Արցախի հայության վերադարձի թեման համադրելու Վարշապետ Փաշինյանի հայտարարության մասին։ Ցտեսություն։